Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այն չափազանց հուզիչ և անսպասելի զարգացումները, որոնք շարունակում են գլխի վայր շրջել մեր սիրելի հերոսների կյանքը։ Իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ, որ ամեն մի դրվագ իր մեջ մեծ գաղտնիք ու ինտրիգ է պարունակում։ Սկսենք ամենադրական ու լուսավոր իրադարձությունից, որը մի փոքր ջերմություն է բերում այս լարված մթնոլորտում։ Դավիթ Պապիկը պարզապես ոգևորված և երջանկության գագաթնակետին է, քանի որ շուտով ծոռնիկ է ունենալու։ Նա իր ձեռքերով սկսում է հագուստ կարել ապագա փոքրիկի համար։ Պապիկը պատրաստում է 2 հագուստ, մեկը տղայի, մյուսը աղջկա համար, որպեսզի առաջիկայում կազմակերպեն երեխայի սեռը պարզելու գեղեցիկ արարողություն։ Երբ Պապիկն այս հուզիչ անակնկալը մատուցում է Մանանին, վերջինս պարզապես չի կարողանում զսպել արցունքները։ Տեսնելով այդ փոքրիկ, սիրով կարված զույգ հագուստները, Մանանը ահա որ հուզվում է, զգալով այն մեծ հոգատարությունն ու ջերմությունը, որից ինքը միշտ զրկված է եղել մագունցների տանը։ Իսկ այս ընթացքում մութ խաղերը շարունակվում են։ Արամը գալիս է Ավոյի մոտ և բնականաբար Ավոյի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Նրան խիստ հետաքրքիր է, թե իրականում ինչու Արամը իրեն չհանձնեց Հունանին և առհասարակ, ինչ անձնական հարցեր ու խնդիրներ ունի Արամը Հունանի հետ, որ համարձակվում է նրա մեջքի հետևում նման վտանգավոր խաղեր տալ։ Սակայն Արամը շատ զգույշ է ու խորամանկ։ Նա դեռևս չի ցանկանում բացահայտել իր գլխավոր գաղտնիքը և առայժմ լռում է, սպասելով ճիշտ պահին։ Մյուս կողմից մենք տեսնում ենք Գրիշոյին, ով գնում է Իննայի մոտ կիսվելու իր ծանր հոգեվիճակով։ Նա Իննային պատմում է, որ հայրը լրիվ խելագարվել է և կորցրել իրականության զգացումը։ Գրիշոն նշում է, որ ինքը պարզապես ցանկանում էր առանձին ապրել Մանանի հետ, իսկ Հունանը ոչ միայն մեղադրել է իրեն դրա համար, այլև սարսափելի սպառնալիք է հնչեցրել։ Հունանն ասել է, որ եթե Գրիշոն շարունակի մնալ Մանանի հետ, ապա ինքն անձամբ կգնա ու կասի Մանանին, որ հենց ինքն է սպանել նրա հորը։ Սակայն Իննայի արձագանքը ապշեցուցիչ է։ Փոխանակ սթափ գնահատելու իրավիճակը, նա շարունակում է կուրորեն արդարացնել ամուսնուն, ասելով, թե պետք չէ նեղանալ Հունանից, քանի որ նա մեծ վիշտ է ապրում և հարազատ քույր է կորցրել։ Գրիշոն հուսահատված պատասխանում է, որ այնպիսի տպավորություն է, այսպես Հունանի համար արդեն բոլորն էլ մահացած են, բայց Իննան մնում է անդրդվելի, մինչև վերջ պաշտպանելով Հունանին։ Իննայի այս անսահման նվիրվածությունը սակայն շատ դաժան պատասխան է ստանում։ Քիչ անց, երբ նա վերադառնում է տուն, ականատես է դառնում մի տեսարանի, որը վերջնականապես գլխի վայր է շրջում նրա կյանքն ու աշխարհընկալումը։ Հունանը կանգնած պատռում է իրենց համատեղ լուսանկարը։ Կտորները շպրտում է Իննայի դեմքին և սառնասրտորեն հայտարարում, որ այսուհետ իր համար նրանք բոլորը մեռած են՝ և Իննան, և Լեան, և Գրիշոն։ Նա ավելացնում է, որ այլևս չի ցանկանում, որպեսզի որևէ մեկը բացի իր տան դուռը։ Իննան պարզապես ապշում ու քարանում է։ Այսքան տարվա հավատարմությունից, նվիրվածությունից ու կույր հնազանդությունից հետո նա նման դաժան հարված է ստանում այն մարդուց, ում արդարացնում էր բոլորի մոտ։ Նա վերջապես հասկանում է, որ ամեն ինչ ավարտված է և ասում է, որ իր համբերությունն էլ սահման ունի ու ինքն այլևս չի կարող և չի պատրաստվում հանդուրժել այս անվերջանալի նվաստացումները։ Եվ վերջապես անդրադառնանք սերիալի ամենախորհրդավոր ու սպասված ինտրիգին։ Վովան վերջնական որոշում է կայացնում հաստատվել Հայաստանում և այդ մասին հայտնում է մորը՝ Օլգային։ Օլգան հասկանալով, որ այլևս անզոր է պայքարել ճակատագրի և որդու ցանկության դեմ, ստիպված համակերպվում է։ Վովան նույնիսկ պատրաստվում է սեփական տուն գնել, բայց ամենակարևորը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վովան գնում է Լեոյի տուն հյուր։ Զրույցի ընթացքում նա հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին իր ծննդյան տարեդարձն է և ինքը ցանկանում է այն շատ մեծ շուքով նշել։
Այս խոսքերը լսելով Լեոն ու Մանանը զարմացած նայում են իրար, քանի որ Մանանի ծննդյան օրը նույնպես 2005 թվականի դեկտեմբերի 16-ին է։ Մենք բոլորս գիտենք, որ նրանք երկվորյակներ են, բայց հերոսներից եւ ոչ մեկը դեռ գաղափար չունի այդ մասին։ Մանանն այս տարօրինակ զուգադիպության մասին պատմում է պապիկին, եւ նրանք խիստ մտահոգվում են ու սկսում կասկածներ ունենալ։ Վստահաբար կարող ենք ասել, որ երբ ողջ ճշմարտությունը վերջապես բացահայտվի, դա կլինի սերիալի ամենահուզիչ ու ցնցող պահը։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչպես կարձագանքեն հերոսները, երբ իմանան, որ Վովան ու Մանանը քույր ու եղբայր են։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ ամենաթեժ ու սպասված վերլուծությունները։ Շնորհակալություն դիտելու համար եւ կհանդիպենք շուտով։